Մի հարց եմ ուզում տալ, երեք լրագրողն է ինձ տվել, ասում է, այո, Ռոբերտ Քոչարյանի ժամանակ մենք տնտեսական բարձր ցուցանիշներ ենք արձանագրել, ասում է, բայց դե ամբողջ աշխարհում էր այդպես։ Ամբողջ աշխարհում էր այդպես, դրա համար դուք կարողացել եք այդպես հեշտ հանգիստ տնտեսական ցուցանիշներ ապահովել եւ բարելավել մեր քաղաքացիների սոցիալ-տնտեսական ըստ էության վիճակը։ Ամբողջ աշխարհում էր տենց, դրա համար եք կարողացել դուք էլ հաջողություններ արձանագրել եւ հիմա ամբողջ աշխարհի մասին մի քիչ դժվար է խոսալ, շատ այսպես խայտաբղետ է իրավիճակը, այս պայմաններում այդ դեպքում ինչ կարող եք անել, եթե տենց համընդհանուր իրավիճակը աշխարհում հասկացա, նայեք, աշխարհում կան 190-ից ավել երկրներ։ Մենք մեր տնտեսական զարգացման տեմպերով առաջի տասնյակում ենք եղել։ Իսկ իմ երկրորդ նախագահության այդ ժամանակահատվածում 5-յակի մեջ։ Հիմա ում հետ ուզում ես համեմատի։ Մենք առաջատարներից ենք եղել մեր տնտեսական զարգացման տեմպերով։ Ավելին ասեմ, այն ժամանակ եղավ ռուսական տնտեսության դեֆոլտը 98 թվականին, որը ազդեց բոլոր Ռուսաստանի հետ լայն կապեր ունեցող երկրների համար, նախկին Սովետական միության կամ ԱՊՀ-ի երկրների վրա, բոլորի վրա ազդեց։ Ամենից քիչը ազդեց մեր վրա, մենք հաղթահարեցինք բավական հեշտությամբ։ Բայց քայլեր ենք ձեռնարկել։ Այդպես չի։ Հիմա թող իրենք ասեն, թե իրենք աշխարհում որ երրորդն են։ Եվ ի դեպ համաշխարհային բանկը մեզ որակել է եւ հատուկ մի մեծ վերլուծություն են արել, գիրք են հրապարակել եւ որակել են որպես կովկասյան վագր զարգացման տեմպերով։